Պարոն Վարդանյան, մենք միասին շատ ենք իրար հետ շփվել, աշխատել, եւ դուք գիտեք իմ կներեք բացասական վերաբերմունքը սուբյեկտիվ իհարկե իրավաբանների նկատմամբ, եւ եթե դա հանում եք այդ հանգամանքից ձերբազատվում եք, ապա պետք է նաեւ իմանաք իմ դրական վերաբերմունքը ձեր նկատմամբ, որքանով է դա ձեզ հետաքրքիր չէ, դա ուրիշ հարց է։ Այդուհանդերձ, մի քանի հարց ունեմ, կօգտագործեմ նաեւ արձագանքի պահը, որ հասցնեմ։ Տեսեք, դուք անդրադարձաք իմ հարցին, շնորհակալություն դրա համար, որ չեք ուզեցել, որ գործընկերներին դնեք անհարմար վիճակում եւ այլ եւ հրաժարվել եք մանդատից։ Բայց ասիկա խորհրդարանի նկատմամբ հարգանքի սիրնելով։ Բայց չէ որ կարող է պատահի տեսականորեն դուք չընտրվեք։ Բայց դեպքում դուք հրաժարվել եք մանդատից եւ կարեւորագույն պաշտոն եք թողնում։ Ստեղ դիսոնանս չկա, արդյոք։ Հաջորդ հարցը հրճակագրի հետ կապված, որ նախագիծը կա սահմանադրության եւ տենդենս կա, որ հրճակագրին հղում չարվի։ Հնարավոր չի արդյոք հրճակագրին ուղղված հղումը մնա, բայց պրեամբուլայում մի միտք ավելացվի, որը ակնհայտորեն ցույց կտա, որ մենք որևէ տարածքային պահանջ, որևէ նկարտում մեր հարևանների նկատմամբ չունենք։ Տեխնիկապես դա հնարավոր չի լուծել, որ համ հրճակագիրը մնա, համ այդ հարցը լուծվի։ Հաջորդ հարցը գիրագույն դատարան, որտեղ պետք է լինի նաև սահմանադրական դատարանը, թե այնպես ինչպես որ կա ձեր կարծիքը, երթման հետ կապված դուք շատ լավ անդրադարձաք երթման հետ կապված, շատ կարևորեցիք, բայց տեսեք, Վարչական դատական խորհրդի նախագահի հետ կապված վարչապետի հրահանգով գործից ազատվելու հանգամանքը, որքանով է դա սահմանադրականության մեջ տեղավորվում, եւ դուք, եթե ոչ հրապարակային, ապա գոնե խմբակցության մակարդակով քննարկումների ժամանակ կարծիք հայտնել եք։ Պարոն Աղազյան, շնորհակալություն նաև համագործակցության համար, ես գիտեմ ձեր բացասական վերաբերմունքը իրավաբանների նկատմամբ, որը նաև պրոյեկտում էր իմ նկատմամբ, բայց շնորհակալություն եմ, որ նաև դրական խոսքեր լսեցի ձեր կողմից, իմ անձի ասեին, շատ հստակ եւ պարզ կասեմ, հարգելի գործընկերներ, շատ անկեղծ։ Ես շատ գիտակցաբար գրել եմ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում, որովհետեւ առաջին չեմ ուզել, որ իմ խորհրդարանական գործընկերներ, չեմ ուզում, որ իմ խորհրդարանական գործընկերներ, այդ թվում դուք կաշկանդված լինեք նրանով, որ գիտեք, թե հիմա բաբար բանը չընտրենք, որ մնա պատգամավոր, բայց դու իրար հետ աշխատելու ենք, լավ արել, ավելավը գնանք ընտրենք, ոչ։ Եթե դու ստանձնում ես որոշակի դերակատարություն, դու պետք է գնաս առաջ։ Դու չպետք է վախենաս։ Ես շատ եմ սիրում խորհրդարանական աշխատանքը, ես շատ եմ սիրում սահմանադրական դատարանը, ես արմատերով սահմանադրական դատարանից եմ։ Բայց ես չեմ ուզում իրավիճակ ապահովեմ, որ գիտեք, ստե չստացվի, ստե գոնե կմնա, ոչ։ Սա բարոյականության խնդիր է, սա էթիկայի խնդիր է, սա ճիշտ է, պարոն Աղազարյան։ Եթե ես հնարավորություն ունենայի ավելի վաղ հրաժարվեի մանդատից, հավատացնում եմ ձեզ ավելի վաղ հրաժարվեի մանդատից եւ այստեղ հանդես կգայի ոչ թե երկակի կարգավիճակով, այլ որպես սոց սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Սա ինչ վերաբերում է ձեր առաջի հարցին, եւ իմ կարծիքով սա երբ թե ճիշտ մոտեցում պետք է լինի հետագայի համար, որտեղ որոշիչ մեկը չպետք է կաշկանդված լինի։ Ինչ վերաբերում է ձեր հաջորդ հարցերին, հռչակագրի, սահմանադրական դատարանի, գերագույն դատարանի կամ պաշտոնաբարման ավարտի վերաբերյալ, եթե թույլ տաք այս հարցերին չեմ պատասխանի, ոչ թե նրա համար, որ չունեմ այս հարցերի պատասխանը, այլ որովհետեւ այս հարցերը կարող են ձեր կողմից դրական քվի արժանանալու պարագայում դառնալ նաև սահմանադրական դատարանում քննարկման առարկա, եւ ես ստիպված պետք է լինեմ այնտեղ պատասխանեմ այս հարցերին։ Եթե պատասխանեմ այսօր, ստիպված պետք է լինեմ ըստ էության ձեռնպահ մնալ այդ հարցերի քննարկումից սահմանադրական դատարանում։ Ես մտածում եմ եւ սահմանադրական դատարանի կարգավիճակը եւ դատավորի կարգավիճակը պահանջում է, որպեսզի դու ապահովես անաչառությունը թույլ չտաս հրապարակային ելույթներում անդրադարձ այնպիսի հարցերին, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ սահմանադրական դատարանում։ Հավատացում եմ ձեզ, ես չեմ խուսափել պատասխանից, ես տվել եմ միակ հնարավոր պատասխանը, որը կարող է տալ ձեզ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն։ Մնացած պատասխանները կլինեին, կներեք, այդ թվում երթման տեքստից դուրս։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն
պարոն Վարդանյան, իսկ ԲԴԽ-ի հետ կապված մոռացաք, թե դուք հարմար չեք գտնում պատասխանել վարչապետի հրահանգի հայտնի ԲԴԽ-ի նախագահան, որ հրաժարական տվեց, Վարչական դատական խորհրդի նախագահան, այդ բանահու եւ հաջորդը մի քիչ պրովոկացիոն բնույթի հարց կներեք իհարկե, բնականաբար Տիկին Թոմասյանի հարցադրումը նաեւ շարունակելով դուք ասենք գնում եք թիմից, քաղաքական թիմից եք գնում համարական դատարան եւ շատ ժամանակ ուղղակի ձեր հայացքները կհամընկնեն, որովհետեւ դուք այդ արժանապատվի կրողն եք եղել, ձեր հայացքները հիմք կհանդիսանան այս կամ այն որոշման հետ կապված ձեր դիրքորոշման պահով։ Հարցս հետևյալն է պրովոկացիոն 0-ից 100 շկալայում, որտեղ 0-ն այնա, որ դուք վարչապետի հրահանգին չեք ենթարկվի, 100-ն այնա, որ ենթարկվի վարչապետի հրահանգին։ Որ բանը կզբաղեցնեք էլի հորիզոնականը։ Պարոն Ղազարյան, փորձեմ այլ կերպ պատասխանել հարցին։ Պատկերացրեք, ես բժիշկ եմ եւ տանել չեմ կարող ինչ-որ մարդուն, բացարձակապես որևիցե եղանակով այդ մարդուն տանել չեմ կարող։ Բայց այնպես է հայտնվել, որ վիրահատական սեղանի վրա այդ մարդը եւ իր կյանքի փրկությունը կախված է ինձանից։ Ես ինչի կարևորեցի երթում, ես գիտեմ, որ այս հարցը գալու է, որտեղ անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերում այս կամ այն սուբյեկտին, ես պետք է առաջնորդեմ այս փոքրիկ երթմամբ։ Սիրեմ, չսիրեմ, լավն է, լավը չի։ Ես պետք է առաջնորդեմ երթմամբ։ Ինչպես բժիշկը պարտավոր է առաջնորդվել երթմամբ, Հիպոկրատի երթմամբ եւ բուժում եւ առաջօգնություն ցուցաբերել, այլ ոչ թե անձնական նախասիրություններով։ Չկան այնս մարդ այս դահլիճից դուրս, նույնիսկ այս երիտասարդները նստած են, յուրաքանչյուր ունի քաղաքական միտք, քաղաքական տեսլական, քաղաքական մոտեցումներ։ Մեկը սոցիալիստ է, մեկը կարա լիբերալ լինի, մեկը ազատական, շատ ազատական, մյուսը շատ պահպանողական։ Չկա մարդ, որ չունենա քաղաքական նախասիրություններ։ Քաղաքական նախասիրությունները մի բան են, երթմամբ առաջնորդվել է եւ քո լիազորությունները համապատասխան իրականացնել այլ բան։ Դրա համար իմ կարծիքով ես մաթեմատիկական թվերով չպատասխանեմ ձեր կողմից բարձրացված հարցերին, որովհետև դա սխալ կլինի, բայց ասեմ ձեզ հետևյալը, շատ հստակ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա պատասխանատու է օրենքի սահմանադրության, Սահմանադրական դատարանի պարագայում սահմանադրության եւ իր սեփական խղճի առջև։ Այսքանը շնորհակալություն։